Ես ուղերձով դիմել եմ, որովհետև այն ժամանակվանից այդ թեման կար, եւ ինչ այլոց, նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ Մեղրիով Միչանցքի թեմա կար։ Ես ասել եմ, ես հրաժարվել եմ ստորագրեմ դա։ Ասել եմ ինչ էլ լինի, ինչ էլ բացառված է, որ ես դա ստորագրեմ։ Ես չեմ ստորագրել դա, ուրիշ տարբերակ ենք ստորագրել, եւ հաջորդ օրվանից ասել եմ չի կարա տենց բան լինի։ Ես 20 թվին եմ դրա մասին ասել։ Ինչ ա եղել դրանից հետո։ Մեր ընդդիմությունը եւ ոչ միայն մեր ընդդիմությունը, այլ նաեւ արտաքին ուժեր ասել է, որ միջանց կա խոստացել, միջանց կա խոստացել, միջանց կա տալու, միջանց կա խոստացել, միջանց կա տալու, միջանց կա խոստացել, միջանց կա տալու։ Եվ շատ կարևոր է, արդյունքում մենք ունեցանք 2 օր առաջ ստորագրված թուղթը, որը պայթեցրեց, հոդս ցնդեցրեց այդ բոլոր պնդումները։ Հիմա ինչ են ասում են 300,000 ադրբեջանցի ա բերելու, 300,000 ադրբեջանցի ա բերելու, 300 միլիոններ են ծախսում, ինչպես միլիոններ են ծախսում ապացուցելու համար, որ մենք բանակ չենք կառուցում, այնպես էլ միլիոններ են ծախսում, որ ապացուցեն, որ մենք բան ենք տա, միջանցք ենք խոստացել, կամ միջանցք են տալու, այսօր էլ անցել են 300,000 ադրբեջանցիներ, թե